Ինչ է ստացվում, այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, շատ ավելի մեծ մասշտաբներով ինքն է անում, նկատի ունեմ ընտրությունների կեղծում, բռնաճնշումներ եւ այլն։ Սամվել Ղարաբեդյանի կողմնակիցներին խի բռնիր այդքան կալանավորեցիր։ Ինչի համար։ Որ ձեն չհավաքեն, բայց էլի հավաքեցին։ Իսկ եթե 7-800 հոգուն չբանանեիր, չկալանավորեիր, ավելի շատ կհավաքեր ձենը։ Ոչ մեզ երկիրում լավ բան չի լի։ Դրա համար էլ մի կլիշկեն դրել են բան, ինչ էին ասեմ, ինվալիդ են ասեմ, ինչ են ասեմ։ Այդպես մի հատ աղջիկ կա, նա է ասեմ, կռնատ։ Հա, դրա համար էլ ասում են կռնատ, որտեղ սաղի ձայները գողացավ։ Ինքն ամար է, կարող է ես եմ արել, ավելի բետար արեց, ավելի բետար, ոչ միայն, դա զուտ են արտաքին ազդակներ են էլի, բայց սկզբից եթե նայում ենք, սկզբից մինչև վերջ, մինչև ընտրությունների սկսվելը, արդեն ինքը սկսել է խախտել կարգը։ Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքները, այս քաշակները բարձրացումը, այս առողջապահության այս նոր կարգը մտցնելը, դրանք բոլորը հաստորեն կաշառք է, ուրիշ ոչ մի բան։ Մենակ դա չէ, նաև ընդդիմադիրների նկատմամբ բոլոր տեսակի վատ վերաբերմունքը, ընդհանրապես դրանց նկատմամբ ընդդիմության նկատմամբ ահավոր ծանր վերաբերմունքը, դա բացահայտ է, ուրիշ որևէ բան ասել հնարավոր չի, որովհետև արդարացնել ընտրությունները միտեղ, որտեղ որ ամեն ինչ խախտում է օրենքների, ոչ մի բանի դա չի դրվում, օրենքները չեն հաշվի առնում, դա ընտրություն չի։ Նույն է ձև ասում էր Աշոտիկի կետան պլենների հետ վերեմ իրար տեղում։ Արեց, ինչ դեպ կտրել, ինչ ձեր կտրել։ Ստախոսին ասում էր հավատա, ինչ հավատա։ Նա այն մարդեր, որ ասում էր ես Աշոտիկի կետան, բայց գերիների վերեմ։ Տվեց, բոլորի կեսացան։ Բուջեն լճեր բարձացել, արդեն թոշակները բարձրացնում էր, թե ում հաշվին էր բարձրացում, չգիտենք։ Բռնաճնշումներ չեմ անի, ինչ այլ են նախկիններ, ես դենց ընտրության չեմ գնա, ավելի Հակառակը հասկացեք ինչ-որ ընդհանրապես իր ասածը հակառակը հասկանա, որ չգողանամ ձեռս կդրես։